ծիրան ունեցողը կարող է 5 տարին մեկ են ոնց են ասում բինգո բռնել, էլի։ Բինգո չեն բռնի այս տարի ծիրանի այգի ունեցողները։ Անձրևոտ եղանակն իր սև գործն արել է։ Արարատյան դաշտում ծիրանենիների վրա գրեթե պտուղ չկա։ Խոնավությունը բարձր էր, անձրևները ամեն օր գալիս էին, ու տենց էլ փոշոտում նորմալ չեղավ։ Զորիկ պապի ծիրանի ծառերը անգամ այգու մեղուները չեն կարողացել փրկել։ Հենա հատուկ այս ծառանոցի համար մեղուել են պահում մի քանի փետակ, որ փոշոտում արվի, բայց էդ էլ չօգնեց։ Պետք է արև լինի, պետք է տաք լինի, պետք է խոնավությունը քիչ լինի, որ մեղուն էլ աշխատի։ Անհաջող փոշոտման հետևանքով եղած բերքն էլ թափվում է ծառերից։ Պտղավիժում է։ Իրա պոչը թույլ է, ինքը դեղնում է, չի կարում պահի ծառը։ Ու թափում է։ Վրեն այնքան էլ չկա, բայց էլի թափում է։ Բերքարատ տարիներին իր այգուց 7-8 տոննա ծիրան էր հավաքում, ցոգոլը դեռ կանաչին չտված արտահանողները զանգում էին, բերքն իրենցով անում։ Հիմա հազիվ 1 տոննա բերք ստանա։ Ոսկետափի 10 այգիներն իրար հետ մեկ ֆուռ էլ չեն լցնի, ասում է Արարատյան դաշտի այգեգործը։ Դե կարող է ֆուռը չգայել այս տարի։ Իր համար հենա մի քանի տնտեսություններով sense միացել ենք իրար, պայմանավորվել ենք նախնական, որ գոնե հենց լինի մի ֆուռ որ բերենք այդ 10 հոգիս կարանանք, մեր 3 օրում բերքահավականենք, այդ ֆուռը դզենք, եթե Այգու վրա ծախսած գումարը վերադարձնելու հույս չունի Զորիկ պապը։ Միայն 400,000 դրամի դեղ է գնել իր այգին առողջ պահելու համար։ Դեռ պետք է ոռոգման համար վճարեն, բերքահավաքը կազմակերպեն։ Այս տարի օրինակ այս պահով ես մինչև 400,000-ի դեղորյակ եմ առել։ Իհարկե նիսիայով ենք վերցրել, հետո բերքը կլինի կփակենք, ինչ այլ է։ Մեծաքանակ վաճառքից հույսը կտրել է, բայց ասում է տեղական շուկայում ծիրանի գինթելադրողն իրենք են լինելու։ Կարմրաթուշ միրգն այս տարի էժան չի լինի։ Ուրիշ տարի տալիս ենք վերջյան պահերը գալիս էր դառնում էր 200 դրամ, 100 դրամ տալիս ենք հավաքողին, 100 դրամն էլ այդ մա մեր ծախսերը որ կա։ Բայց ինչ անեինք։ Իսկ այս տարի ոնց լինի ավելի թանկ կլինի, կարող է այդ մի տոննան ավելի ձեռտա, քան թե այն վաղվա 8 տոննան։ Ծիրանից բացի խնձորի դեֆիցիտ էլ է լինելու շուկաներում։ Խնձորենիներն էլ են տուժել անձրևներից։ Աննա Գյուրնազարյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։